Եթե ձեր լյարդը ծանրաբեռնված է, օրգանիզմը հաճախ սկսում է ազդանշաններ ուղարկել՝ հոգնածություն, բերանի դառնություն, փքվածություն, նույնիսկ մաշկի խնդիրներ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ կա մի սովորական մթերք, որը շատերը պարզապես աղցանի մեջ են օգտագործում, նույնիսկ չկասկածելով, թե որքան օգտակար կարող է լինել լյարդի համար։ Իսկ այս տեսանյութում կպարզենք, թե որն է այդ մթերքը, ինչպես է այն ազդում լյարդի վրա, եւ ինչու են շատ մասնագետներ այն համարում ամենաօգտակար մթերքներից մեկը լյարդի համար։ Մինչ անցնել է լյարդին, մեկնաբանությունում կարող եք գրել ձեր տարիքը եւ ինչ առողջական խնդիր ունեք։ Մեր մասնագետները շատ արագ կարձագանքեն եւ խորհուրդներով կօգնեն ձեզ։ Մի մոռացեք նաեւ բաժանորդագրվել ալիքին, որպեսզի միշտ հասանելի լինեն մեր օգտակար տեսանյութերը։ Շատ մարդիկ սկսում են մտածել լյարդի մասին միայն այն ժամանակ, երբ արդեն առաջանում են խնդիրներ, բայց իրականում լյարդը ամեն օր հսկայական ծանրաբեռնվածության տակ է աշխատում, նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց լիովին առողջ են զգում։ Այն անընդհատ մասնակցում է արյան մաքրմանը, սննդի վերամշակմանը, ճարպերի եւ շաքարի կարգավորմանը, ինչպես նաև օգնում է օրգանիզմից հեռացնել վնասակար նյութերը։ Հենց դրա պատճառով էլ մասնագետները հաճախ ասում են, որ եթե լյարդը երկար ժամանակ ծանրաբեռնված է աշխատում, ամբողջ օրգանիզմը կարող է դա զգալ։ Շատ մարդիկ սկսում են բողոքել մշտական հոգնածությունից, էներգիայի պակասից, բերանի դառը համից, փքվածությունից կամ մարսողական անհարմարություններից, նույնիսկ չկասկածելով, որ այս ամենը կարող է կապված լինել լյարդի աշխատանքի հետ։ Հետաքրքիր է նաև, որ ժամանակակից սննդակարգը շատ դեպքերում լրացուցիչ ծանրաբեռնում է լյարդը։ Արագ սնունդ, շատ յուղոտ ուտելիքներ, մեծ քանակությամբ շաքար, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ, մշտական սթրես։ Այս ամենը տարիների ընթացքում կարող է ազդել օրգանիզմի բնական գործընթացների վրա։ Եվ հենց այդ ֆոնին շատ մասնագետներ սկսել են ուշադրություն դարձնել բազուկին։ Բազուկը շատ հին ժամանակներից համարվել է օգտակար մթերք։ Տարբեր ժողովուրդներ այն օգտագործել են ոչ միայն որպես սովորական սնունդ, այլ նաև որպես օրգանիզմը վերականգնելու եւ ուժեղացնելու միջոց։ Այսօր էլ բազուկը համարվում է ամենահայտնի մթերքներից մեկը, որի մասին խոսում են, երբ թեման վերաբերում է լյարդին։ Բայց ինչու հենց բազուկը։ Բազուկի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը նրա մեջ պարունակվող բետա լայններն են։ Սրանք բնական գունանյութեր են, որոնք տալիս են բազուկին մուգ կարմիր գույնը։ Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են այս նյութերը, որովհետև դրանք կապված են հակաօքսիդանտ ազդեցության հետ։ Պարզ ասած, օրգանիզմում անընդհատ առաջանում են ազատ ռադիկալներ, որոնք կարող են վնասել բջիջներին։ Հակաօքսիդանտները օգնում են նվազեցնել այդ ազդեցությունը։ Հենց այդ պատճառով էլ բազուկը հաճախ նշվում է առողջ սննդակարգի մեջ։ Բացի այդ, բազուկը պարունակում է բջջանյութ, որը շատ կարևոր է մարսողական համակարգի նորմալ աշխատանքի համար։ Երբ աղիները եւ մարսողական համակարգը ճիշտ են աշխատում, օրգանիզմը ավելի հեշտ է ազատվում ավելորդ նյութերից։ Շատ հետաքրքիր է նաեւ այն, որ բազուկը պարունակում է նիտրատներ։ Երբ դրանք հայտնվում են օրգանիզմում, կարող են վերածվել ազոտի օքսիդի, որը կապված է արյան անոթների թուլացման եւ արյան շրջանառության բարելավման հետ։ Հենց այդ պատճառով որոշ մարզիկներ նույնիսկ բազուկի հյութ են օգտագործում մարզումներից առաջ։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, որի մասին շատերը չեն մտածում։ Շատ մարդիկ լսում են, որ բազուկը օգտակար է լյարդի համար եւ սկսում են այն օգտագործել չափից շատ, ամեն օր մեծ քանակներով։ Իրականում սա արդեն կարող է սխալ լինել։ Բազուկը, չնայած իր օգտակարությանը, պարունակում է բնական շաքարներ։ Այդ պատճառով հատկապես շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն չափաբաժնի հարցում։ Բացի այդ, որոշ մարդկանց մոտ մեծ քանակությամբ բազուկը կարող է առաջացնել փքվածություն կամ մարսողական անհարմարություններ։
Կա նաև եւս մեկ կարևոր թեմա։ Բազուկը պարունակում է օքսալատներ, եւ դրա պատճառով մասնագետները երբեմն խորհուրդ են տալիս զգուշություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր հակված են երիկամային քարերի առաջացմանը։ Եթե օգտակար է այս տեսանյութը ձեզ համար, խնդրում ենք հավանել այն։ Շատ մարդիկ նաև վախենում են, երբ բազուկ օգտագործելուց հետո մեզի կամ կղանքի գույնը փոխվում է եւ դառնում է կարմրավուն։ Իրականում շատ դեպքերում սա կապված է բազուկի բնական գունանյութերի հետ եւ միշտ չէ որ վտանգավոր նշան է։ Բայց եթե մարդը ունի անհանգստացնող այլ ախտանիշներ, արդեն կարևոր է դիմել մասնագետի։ Հետաքրքիր է նաև, որ տարբեր երկրներում բազուկը տարբեր ձևերով են օգտագործում։ Ոմանք այն ուտում են խաշած վիճակում, մյուսները աղցանների մեջ, իսկ շատ մարդիկ նախընտրում են բազուկի հյութը։ Սակայն մասնագետները հաճախ զգուշացնում են, որ հատկապես խտացված հյութը մեծ քանակով օգտագործելը բոլոր մարդկանց համար հարմար չէ։ Բացի այդ, կարևոր է հասկանալ մի բան, որի մասին շատ քչերն են խոսում։ Ոչ մի մթերք, նույնիսկ ամենաօգտակար մթերքը չի կարող մաքրել կամ բուժել լյարդը, եթե մարդը շարունակում է վնասել օրգանիզմը ամեն օր։ Եթե մարդը մշտապես օգտագործում է շատ ալկոհոլ, շատ յուղոտ սնունդ, քիչ է շարժվում, չի քնում բավարար չափով եւ չի հետևում առողջությանը, ապա միայն բազուկ ուտելով հնարավոր չէ փոխել իրավիճակը։ Բայց եթե բազուկը դառնում է առողջ սննդակարգի մի մաս, եթե մարդը նաև ավելի շատ ջուր է խմում, ավելի առողջ է սնվում եւ հետևում է իր օրգանիզմին, ապա այն իսկապես կարող է աջակցել լյարդի բնական աշխատանքին։ Եվ հենց սա է ամենակարևոր միտքը։ Առողջությունը սովորաբար կախված չէ մեկ կախարդական մթերքից, այլ ամենօրյա սովորություններից, որոնք տարիների ընթացքում մեծ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Եթե ուզում եք նման պարզ, հետաքրքիր եւ օգտակար տեղեկություններ առողջության մասին, անպայման բաժանորդագրվեք Առողջություն YouTube-յան ալիքին եւ միացրեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, աջակցեք մեզ մեկ լայքով, որովհետեւ դա օգնում է, որ այս կարևոր տեղեկությունը տեսնեն ավելի շատ մարդիկ։ Իսկ հիմա գրեք մեկնաբանություններում։ Դուք սիրում եք բազուկ եւ ինչ թեմաների մասին կցանկանաք տեսնել հաջորդ տեսանյութերը։ Մեր մասնագետները շատ արագ կարձագանքեն եւ կնշեն ամենաօգտակար խորհուրդները։